որ մենք չմտածենք, որ մենք ուղղակի այդպես պատահական ինչ-որ ծեսեր են կատարում կրոնական քարոզներ, երգեր, աղոթքներ, հետո 10 օրը կվերջանը կգնանք նոր, այլ կա Տիրոջ խոսքի հայտնությունը, որը մեզ համար է և վիճակների համեմատ է, և ժամանակների համեմատ է, Սուրբ Հոգին հայտնություն է տալիս, այդ հայտնությունը թե վիճակների համեմատ է մեր, և թե ժամանակների համեմատ է։ Համար աղոթ կարեք, որ ձեր սրտերը պատրաստվի Աստծո խոսքին։ Ասեմ, որ սիրելիներ, սկզբի օրերը մի մոտեցեք կիսվելու եղբայրների հետ, ձեր հոգսերը, պրոբլեմները, մտքերը, տկարությունները, թող մի 3-4 օր անցնի։ Ինչի համար եմ ասում, գիտեք, որովհետև բժշկելու է ձեզ Աստծո խոսքը։ Հետո էլ կարիք չեք ունենա մոտենալու մարդկանց։ Աստծո խոսքը ձեզ կբժշկի։ Դուք Տիրոջ երեսը փնտրեք։ Լավ է Տիրոջ երեսը փնտրեք, քան թե մարդկանց։ Եվ սա կյանքից ենք ասում, հենց ինձ չենք ասում սիրելի։ Եղել են անցած տարիներին, որ մոտեցել եմ, ասում եմ քուրջա 2 օր հետո կհասի։ 2 օր հետո էլ չի եկել, ասում եմ հարցերը լուծվել են։ Բժշկվել եք, Հարկ Հիսուսի։ Փոքր որդորական խոսք եմ ուզում փոխանցեմ։ Այս վերջերը Սուրբ Հոգին ուշադրությունը ուղղել էր շատ հետաքրքիր Աստծո խոսքի հայտնության վրա։ Ինչու խոստմունք։ Եթե նկատել եք, Աստված մարդի հետ շփվում է, հաղորդակցվում է խոստմունքի ճանապարհով։ Չգիտեմ նկատել եք սիրելիներ։ Ինչու խոստմունք։ Ոչ օրենքի ճանապարհով, ոչ ինչ-որ կարգ ու կանոնի ճանապարհով, խոստմունք, սիրելիներ, շատ հետաքրքիր է։ Եվ Աստված Իսրայել ժողովրդին ասեց, որ ես ձեզ պետք է տանեմ խոստացյալ երկիրը, որովհետև ես երթուն եմ արել ձեր հայրերին, Աբրահամին, Իսահակին և Հակոբին։ Երկրորդ Գիրգորինաց 9-րդ գլուխ, մինչև 6-րդ խոսքը առաջին համարում, ավելի ճիշտ այդպես 3-րդ համարից, մինչև 6-րդ խոսքը։ Եվ Տերը ասում է Իսրայելին, ով Իսրայել, սրտիդ մեջ չասես, ունի մարդանության համար է, Աստված մեզ տանում խոստացյալ երկիրը, որի մասին եղբայրները ասեցին, կարդում եղեր բխող երկիր։ Հիշում եմ տարիներ առաջ Իսրայելից մի եղբայր եկել, ինքը այնտեղ էր ապրում, ինքը բապտիստական եկեղեցուց էր։ Այդպես ստացվեց, որ շփվում էինք իրար հետ, և ես իրան հարց տվեցի։ Ասի եղբայր, վերջ դու Իսրայելում ես ապրում, գրված է, որ կաթում եղել բխող երկիր է, այնտեղ օրեր ինչքան կաթ են տալի, ինքն էլ ուզում է այստեղ բիզնեսի գործ անել, ասեց եղբայր ջան, մեր մոտ կովերը արոտ չեն գնում, կովը տալիս է 150 լիտր կաթ, մի կովը, 130 լիտր է մաքուր կաթը, մնացածը ջուր է տալի, ասի դե բիզնես ինչ ես անում, մեր կաթ կով բերես դե պահի, Եթե քեզի կրդի բիզնես, մի հատ կովել պահես երի կրդի, ինք ասեց, մեր մոտ ջուր չկա ասեց, դե ջուրն ինչ եք անում ասի, կաթը միացրեք խողովակների, արդեն ջրի տեղ կաթ խմեք, ինչ պրոբլեմ։ Տերը Իսրայելին ասում է, որ չասես քո սրտի մեջ, որ Աստված արդարության համար է տանում Քանանու երկիրը, այդ կաթում եղել բխող երկիրը իմ արժանիքների համար է։ Երկու Տեր Աստվածը 4-րդ խոսք եմ կարդում, 9-րդ գլուխում։ Երկու Տեր Աստվածը տանում քո առջև է թալացի, ասենք այդ ազգեր կան խանգարող։ Սրտիդ մեջ չսես, թե Տերը իմ արդարությանս համար զիզած երկիրը բերան, որպեսզի ժառանգեմ, քանզի Տերը այս ազգերը իրենց ամենության համար քո առջև է կվրընդե։ Ոչ թե քո արդարությանը ու սրտի տուգության համար կմտնես ամեն երկիրը ժառանգելու, այլ քո Տեր Աստվածը անազգերուն անօրինությանը համար զանոն քո առջև կվրընդե, եւ որպեսզի հաստատե այն խոսքը, որու համար քո հայրերու
Աբրահամին, Իսահակին, Հակոբին երթու վրա, ուստի գիտցիր, որ քու արդարությանը համար չէ, որ քու Տեր Աստվածը տաս բարի երկիրը քեզի ժառանգելու տա, քանզի դու խստապարանը ժողովուրդն ես։ Խոստմունք, այսինքն Աստված մարդու հետ առևտուր չի անում։ Եվ այդ ժամանակ օրենք չկար անգամ, օրենքը Մովսեսի ձեռքով տրվեց։ Եվ Աստված չասեց ով Իսրայել, ահա ես քեզի օրենքներ, կարգ ու կանոն եմ տալիս, եթե ես օրենքները կատարեցիր, քեզ կտանեմ բարի երկիրը, չեմ տանեմ։ Առևտուր չի անում Աստված։ Մարդը առևտուր անում է Աստծու հետ, բայց Աստված մարդու հետ առևտուր։ Ինչու խոստմունք։ Եվ Աստված չգիտի մարդի սրտի խորքերը, վիճակը գիտի թե չգիտի։ Գիտեր չասի դու խստապարանը ժողովուրդ ես, կամակոր ու խստապարանոց, այսինքն արժանի չես, բայց խոստանում է։ Ինչ մեծ Աստված։ Սիրելիներ, այսինքն խոստացյալ երկիրը գիտեք ինչ է նշանակում, դա այդ հողատարածքը չէ։ Դա այսօր էլ կա այդ խոստացյալ երկիրը։ Եթե դու ապրում ես Աստծո խոստումների վրա եղած հավատքով, դու գտնվում ես խոստացյալ երկրում, խոստումների երկիր հիմա էլ կա։ Եվ Տեր ուզում է, որ դու մտնես այդ երկիրը, դա Աստծո խոստումներն։ Սուրբ Գրքի խոստումները դուք գիտեք, որդորում եմ, որ ձեր տետրի մեջ ինչքան խոստումներ դուք գիտեք, ինչքան էլ եղբայրներից կհարցնեք, ինչքան էլ համավարվելու գրեք նախ տետրի մեջ։ Եվ ամեն օր այդ խոստումները կարդացեք։ Ես գրել եմ թղթի վրա։ Դա դեղ է, դա հոգու աշխարհի տեղն է։ Ազատագրում է վախերից, ստրեսներից, մտքերից, սատանայի սուտ հարձակումներից, դեպրեսիոն վիճակներից, հանգարց կարդում եմ։ Տերը իմ հովիվս է, ես բանի նկարատեսություն պիտի չունենամ։ Հոգու թերապիա է կատարում։ Կամի եղբայրը փոքր բժշկության մասնագիտությունը ինքը հասկանում է ինչ է կատարում։ Ամեն օր ես ձեզի հետ եմ մինչև աշխարհի վերջը։ Խոստումն է, երբ որ դու դրանով ես ապրում, դու մտնում ես խոստացյալ երկիր։ Կան երկիրներ, որոնք գտնվում են խոստումների երկրում, վայելում են խոստումները։ Ինչ է նշանակում առևտուր անել։ Մարդը միշտ իր արժանիքների հիման վրա է ուզում Աստծուն մոտենալ։ Սա առևտուր է։ Ես մեկ օրինակ Սուրբ Գրքից ասեմ, որ միտք ավելի բարձ լինի։ Բոլորիս հայտնի է անառակ որդու առակը։ Երբ որ անառակ որդին վերադարձել էր հորտուն, Տաղուկաս ավետարանի 15-րդ դրություն։ Հայրը ուրախություն էր, այդպես կազմակերպել, որդիս կենդանացել է, մեռած էր, կորսված էր ու կնեցավ։ Եվ երբ որ մեծ աղբեր եկավ, եղելությունը իմացավ, շատ ախրեց, շատ հարկացավ, և մեր չէր մտնում, դուք հիշում եք իրիկներ։ Եվ երբ որ հայրը դուրս եկավ, խնդրում էր, որ ներս մտներ, և ինչ ասեց, տեսեք առևտրի հոգի, այսքան տարի ես քեզ ծառայեցի, և քո խոսքից դուրս չեկա, և դու միակ ուր չտվելից, որ եսի բարեկամներից հետ ուրախանում։ Առևտուր դեմ։ Ես ծառայում եմ, դե դու ուրը դուր։ Այդ առևտուրը ճշմարտություն չճանաչող հավատացյալները անգիտակցաբար, թե գիտակցաբար շատերը անում են։ Մանավանդ էլ հոգիները և սատանան ուզում է, որ մենք առևտուր անենք։ Ես հիշում եմ, Տեր ինձ որ կանչել է, ես 14 տարեկան եմ։ Իմ հավատքի չափով ես տևվել եմ Տիրոջս, դա 73 թիվն էր։ Եվ 2011 թվին, երբ որ ես մահվան դուռը հասա, սատանան ինձ մտքեր բերեց, այդ առևտրի հոգին եկավ։
ասեց այսքան տարի դու ծառայել ես Աստծուն, դες Աստված քո գլուխն ինչ բերեց, մեռնում ես, փոխանակ օգնի քեզ, փոխանակ չթողի հիվանդանաս, բայց դու կյանքը տվել ես Տիրոջին։ Սիրելիներ, առևտրի հոգին դիվական է չարից։ Դրա համար Աստված խոստումով նշանակում է քո արժանինքները մարդկային արդարությունը լրիվ հավասարացնում է հողի տակ, թաղում է հողի տակ։ Քո հետ կապ չունի Աստծո օրհնությունները, Աստծո խոստումքի հետ կապ ունի։ Բարք Հիսուսի։ Մենք պետք է ճանաչենք այս ճշմարտությունը, որ մեր հավատքը բժշկվի եւ կառուցվի Տիրոջ խոստումների վրա։ Որ հանկարծ մենք չասենք, այսքան աղոթել ենք, քանի տարի, այսքան բարեգործություն, այսքան զոհաբերություններ, իմ երեխաներ չեն բժշկվում։ Հոգևոր մարդիկ այսպես են ասում, մեր Աստվածը կարող է բժշկել, որ չբժշկի էլ, ուրեմն բարի սա է, փառավորվի իր կամքը։ Առևտուր չկա։ Հալելույա։ Ու մեջ որ այդ առևտրի շուրջը կա, մերժեք, որ քանդվի Հիսուսի անունով։ Ջախջախվի եւ անդունդը գնա Հիսուսի անունով, ճանաչեք ճշմարտությունը։ Երբ որ այդ շունչը կոտենած ես, իմացեք, որ դա չարից է, չընդունեք։ Այդ չարից է։ Աստծո մարդիկ, նրանց հույս եղել Աստծո սիրո վրա, Աստծո բարության վրա եւ Աստծո խոստումների վրա։ Եվ նրանք միշտ հակառակ են եղել սատանային։ Սիրելիներ։ Այստեղ ինչքան Աստված մեզ օրհն է, այստեղ շատերը Սուրբ Հոգով մկրտված են։ Մենք չենք վաստակել այս օրհնությունները։ Եվ տեսեք Սուրբ Գիրքը նոր կտակարանը մեզ նույն բանն է ասում։ Աղատացից թղթում այդ առևտրի ոգին սատկացնում է ճշմարտությունը, սիրելիներ։ Եվ տեսեք ինչ ասում։ Աղատացից 3 գլուխ Ուստի որ ձեզի հոգին բաշխեց, բաշխել հասկանում եք, չէ՞։ Նվեր, առևտուր չկա, բաշխեց։ Եվ հոգին, Սուրբ հոգին, ամենաթանկ պարգևն է։ Ուստի որ ձեզի հոգին բաշխեց, եւ ձեր մեջ զորություններ գործելա զորություններ։ Կաստ է մեկը, որի կյանքում Տերը զորություն չի գործել, չկաստ է։ Օրենքին գործելով մեր, այսինքն օրենքի գործերը պահանջած դոլարին կատարել էի, Աստված էլ ոնց որ պարտ մնաց, ասեց աման, ես քույրիկը լրիվ կատարել է Սուրբ Հոգի սրան կրտել Սուրբ Հոգի մտեցել, հիվանդին բժշկել, պրոբլեմը լուծել, թե հավատքի լսելով էր, հալելույա, Բարք Հիսուս, ինչ մեծ Աստված, նա Աստվածը, խոստմունքով ինչու է մոտենում, որ մեր արդարությունը լրիվ փչանա, մարդկային արժանինքները լրիվ նստեմանա, որ դու չփնտրես, հիմա որ դու աղոթում ես, մարդը մեխանիկորեն նայում ինքը արժանի է թե չէ, դու դրան մի նայի, դու նայի քո ընտրությունը տվել ես Աստծո խոսքին, եթե այո եւ ամեն, ուրեմն դու Հիսուսին ես։ Ունես շատ տկարություններ, շատ աճելու տեղ ունեմ ես, ինձ եմ ասում, շատ մաքրվելու տեղ ունեմ, ես ազատ եմ մեղքից, բայց ես կատարյալ չեմ, ունեմ տկարություններ, շատ աճելու, շատ մաքրվելու տեղ ունեմ, կատարյալ չեմ, բայց իմ ընտրությունը կատարյալ է Հիսուսն է, Տիրոջ խոսքն է։ Եվ այդ խոստումները նրանցն են, ովքեր իրանց ընտրությունը տվել են Հիսուսին։ Այդ խոստումները քոնն են։ Այսինքն Աստված քեզանից սպասելիք չունի։ Աստված քեզանից մի բան է ուզում։ Դու ուզում ես իրան, թե չես ուզում։ Եվ Տերը Երուսաղեմի վրա լաց եղավ, ասեց, ով Երուսաղեմ, Երուսաղեմ, քանի անգամ ուզեցին թևերից տակ հավաքել, ինչպես հավեր ծագել, դուք չուզեցիք։ Աստված քեզ մարդին չի դատելու, ինչու չկարողացար կատարել իմ խոսքերը։ Այդ Աստված դատելու է, ինչու չուզեցիր։ Ոչ թե ինչու չկարողացար, այլ ինչու չուզեցիր։
որտեղ Աստված գիտի, որ Աստծո պահանջները հոգևոր են, բայց մարդը մարմնավոր է, փուշը խաղող չի կարող տալ։ Մարմնավորը հոգևոր պտուղ չի կարող տալ։ Սիրելիներ, տարիներ առաջ 70-ական թվականներին ես հիշում եմ, սկսեցի մեջ փնտրել, ասի դրանք Սուրբ Հոգու պտուղներից որն այն մեջ շատ աճել։ Փնտրեցի եւ Սուրբ Հոգին խոսեց ինձ հետ։ Ասեց, բայց եթե ում պտուղներն են։ Հիշում եք Սուրբ Հոգու պտուղները, սեր, խնդրություն, կամավորություն, ներկայացություն, քաղաքություն, ասի դեր Սուրբ Հոգու պտուղներն են։ Ասեց քո մեջը չես մանգալ, եթե քո մեջ դե Սուրբ Հոգին։ Քո պտուղները մի քիչ եկոն գրածալ եք արդեն։ Արդացել եք ձեր պտուղները։ Թե չեք արդացել։ Բայց գնացել եք Սուրբ Հոգու պտուղներն ես պտուղ, տղա ջան ասեց, եթե քո մեջ։ Քո դիակ։ Բայց ինչ անեմ դեր ասի։ Դու պետք է որոշես քո ընտրությունը ունես տալիս։ Մեկին պետք է այո ասես, մյուսին ոչ։ Սա է քո կողմը։ Երկու տիրոջ չես կարող ծառայել։ Մեկին պետք է ընտրես, մեկին պետք է արհամարես, մեկին պետք է հարես, մյուսին պետք է արհամարես։ Սա է քո կողմը։ Սիրելիներ։ Եվ ես ուզում եմ հիշեցնել Սուրբ Գրքից երկու օրինակ, որ մեր հավատքը բժշկվի, համաձայն եք առաջ հոգևորը ժողովուրդը, Մարկոս ավետարանի մեջ, 10-րդ գլխի մեջ, ժողովուրդ ջան։ Կարդում ենք այդ հարուստ մարդը 17-րդ խոսքից, Մարկոս 10-րդ համարից, մինչև 24 խոսքը։ Սա այնտեղն է, որ մի հարուստ մարդ մոտենում է Տեր Հիսուսին և ասում է, բարի վարդապետ, ինչ գործ գործեմ, որ երկրի թագավորությունը ժառանգի։ Եվ Հիսուսը պատվիրաններն ասեց, մի գոհանալ, մի շնորհանալ, մի անել, մանկությունից ի վեր օտարել է։ Սա են հարուստ մարդանց։ Եվ գրված է, որ Տեր Հիսուսը սիրեց նա, չասեց սուտեց ոսու։ Եվ Հիսուս անոր նայելով սիրեց անեկա։ Ուսավանում, մեկ ման պատասը կեզ է։ Գնամ լեցածը տվախի և դրակա, ինչ ես ասեց։ Ինչ ներ պակաս ժողովուրդ։ Մեկ եստեղ շատ նուրբ է բժշկություն ու շատ իրև եք, որ բժշկվեք։ Մանկությունից ձևեր ես զարմացել եմ։ Ես մարդը սուտ չի խոսած։ Բայց երեխային հատուկ է չէ սուտ խոսած։ Ոսուն չի խոսած ես մարդ։ Ինչ արդարություն։ Բայց ինչ հավատքով էր ապրում ես մարդը։ Եվ այստեղ երբ որ Հիսուսն ասված դժվար է հարուստները, որ երկրի թագավորություն ունեն, աշակերտները շատ ծանր են, ասում են ալով կրնա փրկվել, բայց ինչ հարուստի մասին է խոսքը։ 24 համարը դա մեր աչքերը բացում են։ Եվ աշակերտները զարմացել էին անոր խոսքերի վրա, բայց Հիսուս նորեն պատասխան տալով անուսավ. Որդյակներ, որ շատ դժվար է իրենց հարստության հուսացողներուն Աստծո թագավորությունը մտնել։ Մեղքը հարստությունը չէր։ Մեղքը հարստության վրա եղած հույսն էր, հույսն է մեղք։ Հավատքն է, այս մարդը աստվածասեր էր, աստվածասեր չէր, բարոյական մարդ էր, բայց բարոյական մարդիկ է պետք է ապաշխարեն, որ փրկվեն։ Բարոյականությունը բավարար չի երկին մտնել։ Մարդ պետք է ապաշխարի։ Այս մարդը Հիսուսն ասում արի հետևից, այս մարդը ասում հույսս դրեմ բոլոր այս սովաս կունենամ, ոչ բիզնես ունես, ոչ թագավոր ես, մի հատ հասարակ մարդ ես դու։ Գոնե ես հարստություն ունեմ, ես իմ հույսն եմ։ Ով սիրելիներ, պետք է բժշկվի քո հույսը, պետք է բժշկվի քո հավատքը և կառուցվի Տիրոջ խոստումները։ Խոստումներով է եկել, որ քո հույսը լինի Աստծո խոստումների վրա։ Հիսուսն ասում արի հետևից երկնքում գաց ունենաս։ Այս մարդի հույսը պետք է գնա։ Եվ սրա կողքին, ուրեմն արդարությունը, մարդկային արդարությունը աղերտուն է անում այս մարդը,
Ինչ գործ գործեմ, առևտրի հոգի տերում եք։ Այսքանը կատարել եմ, ինչ անում։ Հիսուսն էլ ասում է, դու անհավատ ես։ Դու անհավատ ես։ Դու չես հավատում, որ կյանքը Հիսուսն է։ Դու հույս չունես Աստծո խոստումների, դու Աստծո սիրուն չես հավատում։ Դու չես, դու կրոնավոր ես, սա կրոնավոր է, փարիսեցի։ Սիրելիներ։ Սրանք ովքին ես Սուրբ Գրքից հիշեցնում եմ խաչի վրայի ավազակը։ Հիշում եք ավազակի վիճակը։ Այս մարդը մանկությունից պատվիրանները պահել է, ավազակն էլ մանկությունից կան է պատվիրանը պահել։ Ավազակ է, ամբողջ է։ Այս մարդը ամբողջ կյանքը ավազակ է, բայց ինչ հրաշք է նա։ Ու հանգարց այս ավազակը ուշադրություն դարձրեց Հիսուս։ Ասեց տենան ինչ ասում ես մարդը։ Մեկ էլ հանգարց ասեց, որ Հիսուսը իրեն սպանողներին մերցնողներին ասում է հայ ներիք իրանց կյանքի օրենքներին հակառակ օրենք ատերում չեն հասկանում չեն ների սրանց ողորմա սրանց այս ավազակը որ տեսավ այս մարդի մեջ հույս առաջացավ տեսավ որ Տերը ներում է սրանց ինքն էլ ավազակ է ասես Տեր, հիշես ես որ կաց թակավորություն։ Ավազակի հույսը գնաց ու վրա։ Տեսակ հույսը։ Գործերին նայելով նա ավազակ է, բայց բժշկություն եղավ։ Այս մարդի մեջ Հիսուսի աղոթքից հույս ծնվեց։ Եվ այդ հույսը գնաց Հիսուսի վրա։ Հիշես ես Տեր, և Տերը հայտարարեց։ Այսօր դու ինձ է դրանքն մեջ կպեց։ Իսկ Սուրբ Գիրքն ինչ է ասում հույսի մասին։ Այդ կարդամ, շատ իրսել ու բժշկել, բժշկություն։ Ես չեմ կարդում իմանալու համար, կարդում եք բժշկության համար։ Աստծո խոսքը բժշկում է, մեր գլուխը լցնելու համար չի, լոկ, բժշկելու համար է, նա ճշմարտությունն է, կճանաչեք ճշմարտությունը, և ճշմարտությունը ձեզ ինչ կանեք։ Եվ Հիսուսը ինչ աղոթեց իր աշակերտների համար։ Հովհաննես ավետարան 17-րդ գլուխ 17 համար։ Հովհաննես 17-17-ը։ Հայր, սրբես անոր քո ճշմարտությունով։ Հիսուսը մեկ-մեկ չկանչեց աշակերտներին, ինչպես այսօր շատերը ճշմարտությունը չճանաչելու պատճառով մեկ-մեկ մոտենում են, որ եղբայրները աղոթեն, որ իրանք մաքրվեն։ Ասենք Հիսուսը չասեց, Պետրոս մոտիկ արի։ Ձեռը դներ Պետրոսի գլխին, ասեր հայր Պետրոսին մաքրի հպարտությունից, Պետրոսին մաքրի աշխարհասիրությունից, Պետրոսին կուրանալու հոգուց մաքրի, այսինքն չաղոթեց։ Հետո ասեր Պետրոս, դու մաքրվար։ Եվ որ Հիսուսն աղոթեց, դու մաքրվար, չէ։ Հետո նա սովորական եղբայր չի աղոթել։ Հովհաննես դու այդ էլ չարեց։ Սրբես անոնք որ ճշմարտությունը, քո խոսքը ճշմարտությունն է, ճշմարտությունն է քեզ մաքրել։ Այո, մաքրում է ճշմարտություն։ Լսեք ու մաքրվեք։ Սիրելիներ։ Եվ ինչ կատարվեց ավազակի հետ, հույսը ում վրա գնաց։ Եվ երբ որ հույսը գնաց Հիսուսի վրա, կատարվեց առաջին Թովմանում 3-րդ գլուխ 3-րդ խոսք։ Եվ ամեն ով որ այս հույսը անոր վրա ունի, ինքզին կմաքրե, ինչպես անիկա մաքրել։ Այդ հույսը տեղում սրբեց։ Ու սրբեց ինչ աստիճանի սրբեց, ինչպես անիկա մաքրել։ Ես չեմ հասկանում, բայց հավատում։ Մի օր չափսարել ու ժամը մեջ ուսում ասում, աստորեն մաքրում է գրածը։ Ես էսին չեմ պատկերացնում։ Մարդիկ տարիներով աղոթում են չեն մաքրվում։ Ես մարդիկ երկու ժամով մաքրվում, են էլ ավազան։ Որն է մի քիչ մաքրել, ասենք թե քիչ բաներ մաքրել։ Ես մարդկային հասկացողություններով ասել եմ։ Ես որ պատանի հասակում ապաշխարեցի, նայում է 50-60 տարեկան եղբայրքուրերն ասում է դες քո իրակ շատ մեղ չեն գործել։
ես ավելի մաքուր եմ կանի։ Եվ մի օր գիտեք Աստված ինձ ինչ տեսնեց։ Ուրեմն տեսնում եմ միած սիրտ, այսպես բաց վիճակում եմ, այսպես գլուխս երկարացրել եմ, ու այդ սրտի մեջ նայում եմ, որ մի ասեղի ծայրի չափ, ասեղի ծայր, մի մաքուր կետ գտնեմ, ոնց նայեցին այդ մաքուր կետ չկար այդ սրտի մեջ, աղբանոց, ասես սուրբ սիրտ, և սուրբ հոգին ասեց հեռու մի փտրետ, Եվ որ մեկն ասել ես չի հավատա, որ Աստված ասում աշկերս բացվեց, վայ ասի դեր բա դու ինչի բար ես սիրում, բա դու ոնց ես սիրում, ինձանից ավելի մաքուր մարդիկ կան, նրանց կանչել, ինձ դու ինչ ես կանչել, ու իմ խշմտակ հարթացավ, իմ աղոթում եմ դեր, բա դու ինչի համար ես սիրում, ինչի հիման վրա ես սիրում, ախր դու ոնց ես ինձ սիրում, ախր ես սիրելու բան չեմ, ավելի մաքուր արդար մարդիկ կան, Պարզվեց, որ արեգակը ինչի է տակասնում թե մեղավորներին, թե արդարներին, չի ասում դու մեղավոր ես քեզ չի տակասնում, դա արեգակ է, դա իր օրենքն է, իր բնույթն է, Աստված սեր է, հարավորվի սերը, ալելույա, այսինքն այդ կապ չունի, դա Աստծո էությունն է, ինչպես արեգակը քեզ տակասնում է, ով մեղավոր, անենց Աստված սիրում է քեզ, որ կապ չունի, խոնարհվեց սիրո առաջ, և Աստծո սերն է ինձ կոտրեց ընկի բեր է իր առաջ։ Մարդիկ Աստծո սիրուն հանդիպելուց են ապաշխարում։ Աստված չի ասել, ապաշխարի չէ, երկու աշկետ կանեմ, վախից ու գենք է, գետես չէ։ Մեր ծնկները ծաղվել է իր որդի վտար։ Հարավորվի Տիրոջ անունով։ Սիրելիներ, տեսնում եք, խոստմունք, մերժեք արևտրի հոգի։ Երբ որ փարիսեցին ու մաքսավորը տաճարում աղոթում էին, փարիսեցին ինչ էր ասում։ Շաբաթ երկու անգամ ծով եմ պահում, տասանորդը տալիս եմ, ես բաները անում եմ, ես մաքսավորի պես մեղավոր չեմ, առևտուր։ Մաքսավորն ինչ էր ասում։ Ես մարդը հույս չուներ, ես մարդի հույսը իր արդարության վրա էր, իր արժանիքների վրա էր սիրելիներ, մաքսավորի հույսը ողորմության վրա էր, ողորմեն ինձ մեղավորից, այսինքն ուրիշ հույս չունեմ, ողորմացիր, ես ապաշխարում եմ, քեզ եմ ուզում, չէ ես հավիտյան կորսված մարդ եմ, ես մարդ ավելի արդարացած գնացի ապրում, որ այս հույսը անոր վրա ունի ինքզին կմաքրե, գիտեք ինչ անում ասում հոգին, մեր հույսը կտրում է մեզանից, ասմա քո մեջ արժանիք երիք ապատրես, աղջիկ ջան, տղա ջան, քեզնից հույս չկա, չի եղնի, Աստծո խոստումները հիշի Տիրոջ սերը, այնքան սիրեց մինչև իր միածին որդին տվեց, հույսը դիր նրա խոստումների վրա, նա հավատարիմն է, նա քեզ չի կարող խաբել, նա մարդ չի որ սուտ խոսի։ Բժշկությունը ընդունեք, հավատքի բժշկություն է, հույսի բժշկություն է, հույսի բժշկություն է, ավազակի հույսը բժշկավ սիրելիներ, մաքսավորի հույսը գնաց Հիսուսի վրա, արդարացած գնաց իր ատում, բայց ինքը մեղավոր մարդ էր, տասանորդ չէր տվել, աղոտ չէր արել, ես իմով էր։ Նայեք բոլոր փրկվածները փրկվել են, մաքրվել են, արդարացել են, երբ որ իրանց հույսը գնացել է Տիրոջ սիրո վրա։ Բոլոր մեղավորները սիրելներ, եւ ովքեր որ հույսը դրել են իրանց գործերի վրա, իրանց արդարության վրա, նրանք մնացել են առանց Քրիստոսի, շարունակվում է դա։ Դու որ ճանապարհի վրա ես, ինչ հույսով ես ապրում, ինչ հավատքով ես ապրում, թե դեռ մի արժանիք ես փնտրում, որ բերես Աստծուն ցույց տաս, որ դրա պատճառով Տերը քեզ օրհնի։ Առևտրի ոգին դիվական է։ Առաջի առևտրականը բարի հրեշտակն է եղել, երբ որ նա երկնքից վար նետվեցավ։ Եզեկիել մարգարեության 28-րդ գլխում է, 28-րդ գլխում է գրված։ Քո շատ արևտուրի պատճառով քո սիրտը զրկակով լեցվեց ու դու մեղ գործեցիր, ու որպես պիղծ Աստված քեզ վարձակեց։ Ես երկու հարց եմ տալիս։
ով ինչ վիճակի մեջ է, ինչպես է քո վիճակը։ Մինչև դուք կպատմեք չի պրծնի, ես նույնն ես, բայց ես ուզում եմ հարցնեմ, ինչպես է քո հույսի վիճակը, քո հավատքի վիճակը, հավատքը ինչպես է, հույսը ինչպես է, ըստեղից պետք է սկսվի հոգևոր կյանքը, հալելույա, մի քույրիկ ճամբարում անցած պատողների, տարիների, միջի տարիքի քույրիկ էր զրուցում ենք, երեխու պես մանկուրում գուլացում էր, ասեց եղբայր, ես 20 տարի աղոթել եմ, մի մաս իմ կյանքում չի աղոթել, հույս չունեմ, որ մի 20 տարի աղոթել մի բան կփոխվի, մի հատ չեմ ասում էր, ես դժոխք տետամ, երեխու պես լացում եմ, մի սա ինչ է նշանակում, ինչպես սա բացատրում է, քանի հոգի կա մեր վիճակի մեջ, ես տեսնում եմ, որ շատերը կա, հոգին ցույց է տալու, մենք Տիրոջ հոգին ունենք, Տիրոջ հոգին, քննում է և հայտնություն է տալու, ես հոգով տեսնում եմ, իմ հետ ոչ մեկ չի զրուցել, բայց հոգին ինձ ցույց է տալու, ուրեմն ինչպես է սա բացատրում, այսինքն ես քույրիկը 20 տարի աղոթել է, որ փուշը մի հատիկ խաղող կտա, փուշը խաղող կտա, հին մարդը Սուրբ Հոգու կտող կտա, չի էր տանում, հարուր տարի աղոթել չտա, ասի քույրիկ ջան, նա հանգստացի, մի ժամանակ դու քո ցանկությունները սրտի հավանում էիր, թե մերժում էր, ասում էր, շատ է հավանում, Երբ որ քո մեջ արծաթասիրություն կար, փառասիրություն կար, ինձի դուր էր գալի եղբայր։ Հիմա այդ մեղքի օրենքները էլի կա, բայց հիմա որ պարտությունը գլուխ է, համա հիմա չեմ ուզում եղբայր ջան, ես Հիսուսին եմ ուզում։ Աշխարհի ցանկությունները չեմ ուզում, Հիսուսին եմ ուզում։ Ասում ես մեջս բան չի փոխվել։ Տեսնում ես ասում եմ։ Ինչն է փոխվել, քո հավատքն է փոխվել։ Դու էլ չես հավանում մեղքի կյանքին, դու հավանում ես Աստծո օրենքին, Պողոս առաքյալին կողմներ ա, մեջներ ա դարձել, փոխվել է քո հավատքը, քո հույսը գնացել է Տիրոջ վրա, էլ քեզնից հույս չունես, դու Հիսուսի աղջիկն ես, եւ եթե հենց այսօր լինի Հիսուս Քրիստոսի երկրորդ գալուստը, քեզ էլ կվերցնի, ինչպես ավազակին տարավ դրախտ, այդպես էլ քեզ կտա Թող փառավորվի ճշմարտությունը։ Դրա համար Սուրբ Գիրքն ասում է հիմա մնում է հավատք, հույս եւ մեծագույնը սերը։ Սա Քրիստոսի լուծն է։ Իմ լուծս քաղցր է եւ իմ բեռս թեթև է։ Քրիստոսի լուծը, Քրիստոսի սերն է։ Ծանր լուծ է սերը, դնել Աստծո սերը։ Որ մեզ սիրեց, երբ որ թշնամի ենք, ծանր է Աստծո սիրո լուծը, թե քաղցր է, որ ասում ես սեր, ծանրություն ես զգում, թե քաղցրից մեզ, ինչ է գծում, ասեք սեր, Հիսուսի սերը, մեջը դիչ է գալ, դարնան նմա հոգի, թե ուրախանում, հետի Քրիստոսի լուծը, եթե քո վրայի հոգևոր կյանքի լուծը ծանր է, Հետի դու ես սարքե, Քրիստոսինը չի, չէ գիտեմ, դու ես սարքե, որ եղբայրն է սարքե, բայց Քրիստոսինը չի, Քրիստոսի լուծը սերը, ավետարանի հավատքն է, Աստծո խոստումների հույսն է, թող փառավորվի Տիրոջ անունը, Տերը ձեզ շատ օրհնի,